Մամադ ասաց, որ բուժքույր է գալու։ Բա դու տուն չպետք է գնայիր։ Ոնց տեսնում եմ տեղ չես հասել, գնում էի շորերը փոխեիր, չէ՞։ Դե հա, ճանապարհին զանգեցին ու ստիպված եղա գործով բաժին գնալ։ Հետո մամադ զանգեց, ասաց, որ Ինչ ես խափում։ Աբուլ, ես պարտավոր չեմ քո հարցերին պատասխանել, առավել եւս արդարանալ քո առաջ։ Բայց չգիտես ինչի, համ խափում ես, համ էլ փորձում ես արդարանալ։ Ուր էիր գնացել։ Արդեն ասեցի գործերով։ Լավ, համարենք այս անգամ հավատացի։ Մյուս անգամ աշխատից չխափես։ Չեմ ներելու Անահիտ։ Ու այդ ամենավատ բանն է, որ կարա լինի մեր մեջ։ Աբուլ, Ոչ մի բան մի ասա։ Գիտեմ եկա ինչ ես ասելու, որ ես էլ եմ խափել ու սենց ու նենց, այդ տանցանք, մոռացանք Անահիտ։ Կյանքը շարունակվում է ու մենք ամուսնացած ենք։ Մենք ունենք պարտականություններ։ Քեզ ճիշտ բայ, աշխատից չխափես, որտեվ քո ստի պատճառով ուրիշ մարդիկ կարան տուժան։ Կարծում եմ հասկացանք իրար։ Հետ արի։ Անահիտ։ Ինչի հետ եկար, այսքան տարի առանց Անահիտի ապրել ես, հիմա ինչ ես ուզում, ինչի ես սաղիս կյանքը պղտորում։ Հա Լուիզ։ Կարող ենք հանդիպել։ Կարևոր է Էլեն։ Կամ սա մեր վերջին հանդիպումը կլինի, կամ ամեն ինչ նոր է սկսվում։ Լսում ես Էլեն։ Հա։ Դու հիմա որտեղ ես։ Տանը։ Բայց եթե Կգամ։ Ես կգամ։ Գալուց առաջ կզանգեմ։ Անահիտը չի զանգել։ Չէ։ Ես էլ հետևում եմ քո խորհրդին ու չեմ խառնվում։ Ես դուրս եմ գալիս մայիս։ Գնում եմ Լուիզի հետ հանդիպման։ Ուզում է խոսենք։ Ու ես շատ լավ գիտեմ ինքը ինչ ասելու։ Ես սպասում եմ այս խոսակցությանը։ Ինքը իմ հետ նենց է խոսում, կարծես ես ինչ-որ բանում մեղավոր եմ։ Կարծես ես ինչ-որ մեծ մեղք եմ գործել։ Չէ, եթե դու էլ ես այդպես մտածում, ինձ ասա, մի խնայիր։ Եթե մտածում ես, որ այս ամեն ինչը ես մենակ պետք է տանեմ։ Որն է այն մեղքը։ Որ իր երեխուն տուն եմ տվել, սեր եմ տվել, հոգատարություն եմ տվել, մայր եմ դարձել։ Որն է այն մեղքը։ Որն է քո մեղքը, որ մենք սենց տանջվում ենք։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը, Էլեն։ Ոչինչ չեմ կարող ասել։ Դու երևի ճիշտ ես։ Դու երևի ճիշտ ես։ Պետք է հանձնվել ու այդպես կանգնենք, նայենք, թե ոնց է մեզնից տանում մեր երջանկությունը։ Ես երբեք չեմ ասել, որ ես պատրաստ եմ հանձնվելու։
Ես երբեք պատրաստ չեմ լինի ճշմարտություն ասել Անահիտին։ Ես չեմ կարող ապրել Անահիտից հեռու։ Պատրաստ չեմ։ Ու ես նման միտք երբեք չեմ արտահայտել։ Ինչի ես լուր։ Ինչի դու ոչ մի բան չես անում, մայիս։ Գոնե մի բան արա։ Որովհետև չունեմ դրա իրավունքը։ Ես եմ պահել մեծացրել Անահիտին։ Սեր եմ տվել քնքշանք, ոնց որ դու ես ասում։ Բայց այդ ոչինչ չի փոխում։ Անահիտը Լոիզի ու Միրոյի աղջիկն է, Էլեն։ Գիտես, ես էլ կուզեի ինչ-որ բաներ ասել, որ քեզ գոհացնեի, մտքերիդ հանգստություն տայի։ Կուզեի մեղադրել Լուիզին, որ ինձ արդարացնեմ, գտնել թեկուզ ինչ-որ մի փոքր բան, որ ինձ առիթ կտար Անահիտին իմ կողքին պահելու։ Բայց չեմ կարողանում գտնել տենց բան։ Պես որ կներես, ես ոչինչ չունեմ ասելու։ Եթե այն ծանր օրերին մեկն ինձ ասեր, որ ես իմ Երևանում կանգնելու եմ փողոցում ու անզորությունից չգիտեմ ինչ անեմ, որ իմ ոնց չեմ գտնելու, որ կարողանամ գրկել, որ ամեն ինչ մոռանամ, ինձ կթվա խելագարվել դիմացինս։ Փաստորեն ես եմ խելագարվում։ Ներս արի։ Ես քեզ լսում եմ։ Ես երկար նախաբան չեմ ասելու։ Ոչ էլ արդարանելու եմ քո առաջ։ Բայց Միրոն պիտի իմանա ճշմարտությունը։ Եթե ժամանակին ես մտածում էի, որ կգնամ ու իմ հետ կտանեմ այդ գաղտնիքը ու դա անում էի Միրոյին պատժելու համար, հիմա ես հասկանում եմ, որ պիտի հետ վերադարձնեմ Միրոյին այն ինչ-որ ժամանակին վերցրել եմ, այն ինչ-որ ժամանակին խլել եմ անգիտակցաբար, խաբված լինելով, բայց ես եմ դա արել։ Ես մի քանի ժամվա ընթացքում ես, որ
մեղավորներ էի փնտրում, մեղավոր դարձամ։ Ու պիտի ուղեմ սխալս։ Սխալը։ Հա, սխալը։ Ես չեմ վախենում այդ բառից։ Ոչ էլ վախենում եմ նրանց, որ մեղավոր եմ։ Ես ավելի շատ վախենում եմ, որ չեմ կարողանա ուղղել այդ սխալը։ Լուիս 26 տարվա սխալները մեկ օրում հնարավոր չի ուղղել։ Դու անհնար բան ես ուզում։ Ես պիտի վերադարձնեմ Միրոյին իր կյանքը։ Ինքը միևնույն է արդեն գիտի, որ աղջիկ ունի ու փնտրելու է իրան։ Ու ես իրան պիտի օգնեմ, որ գտնի։ Հետո կգնամ։ Որովհետև անկախ ամեն ինչից Անահիտը վաղ թե ուշ կիմանա ճշմարտությունը։ Բայց ոչ հիմա ես այդքանը հասկանում եմ ու չեմ ուզում, որ երեխես տառապի։ Եթե Միրոյին ինքը ունի պատճառներ ներելու, ինձ չի ների։ Ես գիտեմ, որ այստեղ անելիք չունեմ։ Ես ուզում եմ, որ դու խոսես Միրոյի հետ։ Որովհետև մենակ դու ունես իրավունք դա անելու, ես այդ իրավունքը քեզ եմ տալիս։ Էլեն խնդրում եմ քեզ, խնդրում եմ խոստացի, որ հենց ինձնից անհնարն ես պահանջում։ Ես դա չեմ կարող անել, ու ես դա չեմ անի։ Եթե դու դա չանես, ես կանեմ։ Ես կասեմ։ Դու էլ չես անի։ Կանեմ։ Կանեմ Էլեն։ Ես էլ եմ մտածում, որ չեմ կարողանա անել, բայց հիմա ամեն ինչ այլ է։ Ինչ իրավունքով։ Ինչ իրավունքով ես դու ինձնից ուզում խլել այն, ինչ դու ես ինձ տվել։ Ու այսքան տարի լռել ես։ Ես ստիպված եմ դա արել։ Մենակ խնդրում եմ չասես, որ ես եմ քեզ ստիպել։ Դու դա քեզ արդարացնելու համար ես ասում։ Նման բան հնարավոր չի ստիպել։ Լույս, դե հիմա դու ինձ ստիպի։ Հա դու իսկապես շատ վատ վիճակում էիր։ Դու չէիր հասկանում ինչա կատարվում։ Բայց դու արդեն որոշել էիր, որ Անահիտին թողելու ես։ Դու անընդհատ ասում էիր, որ Անահիտը բացի քեզնից ոչ մեկին պետք չի։ Իսկ դու մենակ չես կարող նրան մեծացնել։ Իսկ ես ընդամենը խնդրեցի, որ Անահիտին թողես իմ մոտ։ Երբ դու գնացիր,
Անընդհատ մտածում էի, որ դու հետ ես գալու։ Որ քո կյանքի այդ դժվար պահը կանցնի ու դու կհասկանաս, որ Անահիտը քեզ շատ է պետք։ Բայց դու չկայր։ Լուիզ, ես այդ ժամանակ պատրաստ էի։ Ես վախենում էի, սարսափում էի, բայց այն ժամանակ ես պատրաստ էի։ Պատրաստ էի Անահիտին տալ քեզ։ Բայց տարիները անցնում էին ու դու լուռ էիր։ Դու ոչ մի անգամ չմոտեցար հեռախոսին կամ էկրանին, չխոսեցիր իմ հետ։ Դու կարծես ընդունել էիր, որ Անահիտի հետ դուք լրիվ օտար եք, բայց ես քեզ երբեք չեմ դավաճանել։ 26 տարի, Լուիզ, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մի անգամ զանգել եմ Վիոլետին ու հարցրել, թե ոնց ես դու։ Դու ուղղակի ուզում էիր վստահ լինել, որ ես չեմ որոշել հետ կամ։ Չէ, Լուիզ, չէ։ Ես չեմ հասկանում, դու ինչի ես ինձ այսքան ատում։ Ինչի ես ինձ քեզ թշնամի սարքել։ Եթե դու հարցներ, Լուիզ, ես կխոսեի։ Եթե դու հարցներ, ես կպատմեի։ Ես քեզ կպատմեի Անահիտի մասին։ Քո հարցերին կպատասխանեի։ Դու գոնե հեռվից, բայց կտեսնեիր, թե քո երեխան ոնց է մեծանում։ Բայց դու լուռ էիր։ Անահիտը քո համար գոյություն չուներ։ Ու հիմա դու եկել ես։ Ու ինձ ստիպում ես, որ ես խոսեմ Միրոյի հետ։ Քո արածը դավաճանություն կլինի։ Լուիզ, քո արածը դավաճանություն կլինի, լսում ես։ Եթե դու հանկարծ որոշես Միրոյին պատմես։ Դու կդավաճանես ինձ։ Կդավաճանես այն մարդուն, ով միշտ քո կողքն է եղել։ Ոնց կարողացել է։ Ինչքան ստացվել է, բայց միշտ քո կողքն է եղել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դու դա չես ուզել։ Դեռ համալսարանի տարիներից սկսած ես միշտ քո ստերում եմ եղել։ Իրականում մենք հավասար էինք, բայց Մայիսի հատուկ վերաբերմունքը քո հանդեպ ինձ անդադ խանգարում էր, որ ես քո կողքը ինձ լիարժեք զգամ։ Ու դա այդպես է մինչև հիմա։ Դու գնացիր, բայց քո ստվերը անընդհատ իմ հետ է, իմ տան մեջ։ Ես երևի շատ երջանիկ պիտի լինեի, որ տեսնում էի, թե Մայիսը ոնց է Անահիտին սիրում։ Բայց ես խանդում էի։ Լուիզ, ես քեզ խանդում էի։ Որովհետև համոզված էի, որ Մայիսը Անահիտի մեջ քեզ է տեսնում։ Քեզ է ընդունում որպես մայր։ Մայիսը միշտ
Անահիտին որպես մայր քեզ ընդունել։ Ես քեզնից ոչինչ չեմ վերցրել։ Քեզ ոչինչ պարտք չեմ։ Ու քեզ վերադարձնելու ոչինչ չունեմ, Լուիզ։ Դու պարզապես գնա։ Հետ գնա։ Ես քեզ ոչինչ պարտք չեմ։ Դու ես ինձ պարտքը։ Բայց ես ոչինչ չեմ պահանջում։ Ուղղակի գնա։ Հաղթեցիր։ Ում հաղթեցիր։ Մեր պատերազմը տենց էլ չավարտվեց, տղերք։
Ալո։ Ալո, լսում եմ ձեզ։ Աննա, Լուիզն է։ Միրոյ Լուիզը։ Ոնց ես։ Լուիզ։ Լավ եմ, Լուիզ։ Դու ոնց ես։ Ան ինձ քո օգնությունն է հիմա պետք։ Ես Ռազին եմ ուզում տեսնեմ, դա ինձ համար շատ կարևոր է, բայց ոչ մի կոնտակտ Ռազից չունեմ։ Քո համարն էլ հազիվ կարողացա գտնել։ Հա, ես գիտեմ, որ խնդիրներ եք ունեցել։ Ռազը քնած է, Լուիզ։ Ան, ես կարող եմ ձեր տուն գալ։ Իմ համար դա շատ կարևոր է, ես հիմա միայն Ռազին կարող եմ վստահել։ Իհարկե, արի։ Ես փողոցում եմ, Ան, հասցենք ասես։ Ալո, Պապի, ես եմ։ Անահիտ, որտեղ ես։ Ասեցիր, որ առավոտյան կգաս տուն։ Ինչի՞ չես եկել։ Հասկացի, Անահիտ, ինձ դուր չի գալիս, որ Պապ, Աբուլին այսօր դուրս են գրում, ես պիտի իրենց հետ տուն գնամ։ Պապ, լսում ես ինձ։ Մայիս ինչ ա եղել։ Լուիզ, Բարև Ռազ։ ես երբ ես եկել։ Աննան ուզում էր արթնացնել, չթողեցի։ Ինձ միշտ թվացել է, որ ատում ես ինձ, Չէ, բայց հիմա տեսնում եմ, որ տենց չի։ Դու միակ մարդն ես, որ ուրախ ես իմ գալուն։ Որովհետև քո ուրախությունը անկեղծ է, առանց վախերի։ դու սխալ ես իմացել, Լուիզ։ Իսկ ես այնքան եմ հավանել ու այնքան եմ սիրել, որ միշտ վախեցել եմ, որ կարող է ընկերս մնա առանց քեզ ու մտածել եմ տենց ջղային լինեմ, որ հանկարծ Ամերիկա գնալու խոսակցություն լինի, գոնե ինձնից վախենաս ու ընկերոջս մենակ չթողնես։ Ամենատխուր բանն է երջանիկ օրերը հիշելը։ Որովհետև երջանիկ ժամանակ երջանիկ օրերը չենք հիշում։ Իսկ երբ հիշում ենք, ուրեմն երջանիկ չենք։
Անահիտ հիմա ուշադիր ինձ լսի։ Հենց հիմա գալիս ես տուն։ Գալիս ես, մենք խոսում ենք, հասկանում ենք։ Եթե պետք է որ գնաս, էլի կգնաս, բայց նախ արի տուն։ Պապ, խոստանում եմ քեզ, որ անպայման կխոսենք, բայց հիմա չէ, հա։ Հիմա ես պետք է Աբուլես տուն գնամ, այսօր Աբուլես տանը կմնամ։ Խնդրում եմ, փորձիր հասկանալից։ Անահիտ, դու ստիպված ես գնում, ու դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Պապ, ես ոչ մի բան ստիպված չեմ անում։ Ես ամեն ինչ իմ կամքով եմ անում։ Խնդրում եմ, փորձիր հասկանալից։ Համեն ես պարտավոր եմ Աբուլի կողքին լինել։ Այդ բառը բոլորը տանգիր է կարել։ Անահիտ, դու ոչ ոքի ոչինչ պարտք չես։ Լսեցի՞ր։ Ուզում ես հենց հիմա ես կգամ հիվանդանոց։ Եթե դու վատ ես զգում, չես կարողանում մերժել, ես կգամ կխոսեմ Աբուլի հետ, ան։ Անահիտ։ Չէ, պապ, չէ, ոչ մեկի հետ խոսել պետք չի։ Ես դա վաղուց պիտի անեի, ուղղակի նեղացած էի։ Համել ով չի կռվում, բոլորիս հետ է լինում է։ Պապ, խնդրում եմ քեզ։ Էնպես արա, որ ես հանգիստ խղճով գնամ, էլի։ Լույս, դու Միրոյին ասել ես, որ Ռազ, ես հենց դրա համար եմ եկել։ Ես Միրոյին ասել եմ, որ աղջիկ ունի, բայց մնացածի համար համարձակությունս չերիքեց։ Ինձ քո օգնությունն է պետք, Ռազ։ Ռազ, դեռ երեկ ես բոլորովին ուրիշ պլաններ ունեի, բայց եղավ մի բան, որ ամեն ինչ փոխեց։ Ես երևի էլ չկարողանամ Միրոյին տեսնել, բայց ինքը պիտի իմանա ճշմարտությունը, Ռազ։ Ինքը պիտի իմանա, որ Անահիտը իր աղջիկն է։ Գոնե դու կողքիս լիներ։ Երանի 26 տարի առաջ դու կողքիս լիներ, Ռազ։ Դու կամ Արսենը, կամ Գոռը։ Դուք երբեք թույլ չեք տա, որ ես նման բան անեի։ Եթե դու կողքիս լինեիր, Ռազ, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Դու կփրկեիր ինձ, Ռազ։ Ես իրավունք չունեմ ոչ մեկին մեղադրելու, որովհետև դա իմ թուլությունն է, դա իմ մեղքն է։ Ոչ Մայիսին, ոչ էլ Էլենին։ Բայց եթե դու կողքիս լինեիր, ամեն ինչ այլ կերպ կլիներ, Ռազ։ Խնդրում եմ, ես նամակը Միրոյին փոխանցի։
Երբ տաս, ես արդեն այստեղ չեմ լինի։ Ես գնում եմ ու էլ երբեք հետ չեմ գալու։ Որովհետև ես չեմ կարող ապրել երեխուս կողքին իմանալով, որ ինքը ատում է ինձ։ Միրոյին ինքը կների, կլսի ու կհասկանա, բայց ես իրավունք չունեմ իրանից ներում պահանջել։ Խնդրում եմ, նամակը կտաս այն ժամանակ, երբ ես արդեն այստեղ չեմ լինի։ Ռազ կներես, որ ես ծանր բեռը քո ուսերին եմ դնում, բայց ես բացի քեզանից ոչ ոք չունեմ, ես ոչ մեկին չեմ հավատում ու չեմ վստահում։ Այստեղ ամեն ինչ գրված է։ Ես կարող եի խնդրել, որ դու պատմեիր Միրոյին, բայց որոշեցի ես գրել։ Այս նամակում ողջ ճշմարտությունն է։ Ռազ Միրոն պիտի իմանա, որ Անահիտ իր աղջիկն է։ Խնդրում եմ քեզ, Ռազ։ Այս նամակը Միրոյին կփոխանցես։